Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այսօր մենք զրուցելու ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Սարգսյան։ Այսօր ուրբաթ է, ամփոփում ենք շաբաթը։ Ինչպես միշտ։ Եթե դեմ չեք։ Պարոն Սարգսյան, կարելի է ասել, որ կրակոցների մասին Ադրբեջանի այդ գրեթե ամենօրյա մեղադրանքները Հայաստանի հասցեին հանգեցրեցին Բաքվի համար ոչ ցանկալի հետևանքների։ Ինչ մասին է խոսքը։ Խոսքը այն մասին է, որ արդեն խոսակցություններ են գնում այդ եվրադիտորդների թվաքանակի ավելացման մասին։ Մեծ հավանականությամբ իրանց նպատակին չեն հասել, դժվար է ասել հենց այդ հարցն է իրանց շատ անհանգստացնում։ Իրենց ցանկությունը իհարկե Ռուսաստանի հետ մեկտեղ հակահարված ստանալն էր, այսինքն հայկական կողմի հակադարձ գրակոծների ապահովումը, ունես որ դրան չհասան։ Այո, Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց, որ ինքը նախաձեռնություն ունի կամ նպատակահարմար է գտնում կամ ինչ որ, երբ որ նպատակահարմար է, դա ինչ որ հերթական գործողություններ կարող լինեն, որ դիտորդական առաքելության թիվը պետք է առաքելության անդամների թիվը պետք է բարձրանա եւ մեծ հավանականությամբ դիտորդական երթերի թիվը, այդ որ նրանք բարձրանում դեպի սահման, սա էլ է շատ կարեւոր, որովհետեւ բուն թվականակի ավելացումը խնդրի լուծում չի։ Ցանկալի է որ իրանք ունենան եւս մեկ գրասենյակ, կոպիտ ասած, օրինակ հարավային այն ուղղության վրա, որտեղ որ հիմնականում կրակում են։ Հենց որ այո, այս պատասխանը Ֆրանսիայի իհարկե չէր ակնկալվում, բայց այնպես չի, որ հենց այս պատասխանն է, որ ստեղծել է մեծ խնդրեմ։ Մեծ խնդրեմը ստեղծել է իրականում այն փաստը, որ մերոնք չեն պատասխանում, մյուս կողմից Ռուսաստանի համար շատ դրական բաներ են տեղի ունենում, այս արդյունքում, թե Ալեն Սիմոնյանի այցը Մոսկվա, թե Նիկոլ Փաշինյանի դեռևս չհրաժարված, Ալենը չկներեք գնացել է Սանկտ Պետերբուրգ։ Նիկոլը դեռևս չի հրաժարվում Մոսկվա գնալուց մայիսի 9-ին, այսինքն սա ոնց որ իրանց նպատակին հասնում են։ Ինչ առումով, որ դե պարզա, որ Գյումրի ընտրություններից հետո Նիկոլի վախը ընդհանրապես բռնել են ու բռնել են, էլ ձև չկա, հնար չկա։ Դրա համար ինքը ինչ որ հիմա փորձելու է ինչ որ մի կերպ իր իմացած տարբերակներով դիվանագիտական լուծում գտնի, իսկ ես պնդում եմ, որ դիվանագիտական դաշտում Նիկոլ Փաշինյանը եւ ընդհանուր առմամբ իշխանություն ունեցող այս պահին կուսակցությունը հենց կուսակցության մակարդակով իրանք զրոյական են, եթե ոչ բացասական, առավել եւս որ իրենց արտաքին քաղաքականության վրա ազդում են մարդիկ, ում բիզնես շահերը ամբողջությամբ ռուսական դաշտում են, կամ իրանք այդ բիզնես բանից դուրս են եկել միջավայրից, ոնց որ փոխվարչապետ Մեր Գրիգորյանը, որ ամբողջությամբ ռուսական կապիտալի ներկայացուցիչ է եղել, Գագիկ Ծառուկյանի մարդն է եղել, հետո Ռոբերտ Քոչարյանի մարդն է եղել, հիմա Նիկոլի մոտ նստած է, թե օրինակ Խաչատուր Սարգսյանն է, որը որ ոչ մի կերպ Եվրոպայում չի կարող բիզնես վարի, որտեղ իր բիզնես վարելու ձևը դախլչիություն է, ոչ թե բիզնես, մեծ հաշվով, որտեղ առևտուրը, որը արվում է, ոչինչ չի արտադրվում, դա բան չի, բիզնես չի։ Այսինքն այս զանգվածը, որը ճնշում է Հայաստանի տնտեսությանը դեպի ԵԱՏՄ կամ ոչ թե ճնշում է, այլ խարսխում է մեզ եւ սկացնում է ԵԱՏՄ-ի մեջ, ակնհայտորեն ամենամեծ ազդեցությունը ունի Նիկոլի վրա որպես վարչապետ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ վարչապետը 24 թվականի հաշվետվությունն է տալիս, միևնույնն է խոսում է նրա մասին, ինչի մասին 7 անգամ ասին մի խոսակոմոտ չի ստացվում։ Սոցիալ-փիլիսոփայական, էթնոգենեզ, գաղափարախոսական, ինչ որ sense բաներ, չէ, տղա ջան, դու վարչապետ ես։ Դու պետք է խոսես նրանից, որ քո երկրի տնտեսությունը 3 տարի աճ ա տվել, երկնիշ։ Հիմա մինուս է։ Ասենք միջազգային տարադրամի հիմնադրամը բան է անում։ Քո տնտեսական աճը վերանայում է դեպի ներքև։ Դու սրա մասին պետք է խոսես։ Դու վարչապետ ես։ Վարչապետը նշանակում է, որ դու զավխոզ ես, լավ, սենց ասեմ, որ հասկանաս, կոլխոզի մեջի զավխոզն ես։ Դու պետք է ասես խիավատ, ինչ եք անում, որ լավ լինի, ոչ թե լնես էթնոգենեզից խոսես։ Մարդը չի հասկացել, 7-րդ տարին է իրան թվում, ինքը բանը կրոնական առաջնորդ է։
անհասկանալի կլոնի իհարկե, քայլիստների կլոնի, բայց ինքը անհասկանալի, ինքը տենց բան է, ինքն տենց է պահում։ Դե գուցե այդ ելույթներից հետո գիրք է գրվելու Հասկացանք, ինչ գիրք, ախր ինքը գիրք ունի գրելու է, ինքը ամեն տարի գիրք է գրում։ Այդ կոչվում է կասակ բանի դրամարկղային գիրք։ Ինքը այդ գիրքը գրում է, իր ստորագրությամբ առնվազն այդ գիրքը լույս տեսնում։ Հուխ ու ջոտի գրքեր են, որոնք շատ վատ վիճակում են, աուդիտը չի անցնում։ Լավ, Փաշինյանին եթե անցանք դեպի Փաշինյան։ Այդ Ադրբեջանի թեման էլ եմ ասում, Ադրբեջանի համար ամենակարևոր բանն է, որ խաղաղության այդ բանակցությունները տապալվեն Հայաստանի պատճառով, հա։ Եվ տարբերություն չկա ոնց։ Հայաստանը կգնա Ռուսաստան, Մոսկվայում դրա հետևանքով կտապալվի, հայերը կկրակեն դրա հետևանքով կտապալվի, հայերը կդադարեն դրա մասին խոսալ դրանով, կապ չունի, կարևորը տապալվի այդ խոսակցությունները։ Իսկ գուցե տեսեք, Հայաստանն ու Ադրբեջանը ոնց որ թե երկխոսություն է շարունակվում, Ադրբեջանը 1-2 պայման է դնում, Բայրամովն էլի նորից հիշացրեց այդ ասում Ադրբեջանը բացի ընդհանուր կոմունիկացիաներից, բացի սրանից ուզում ենք անարգել, նորից դա երրորդ պայմանն է։ Հայաստանն էլ կարծես թե այդ երկխոսության ի պատասխան սա է առաջարկում Արարատ Միրզոյանը, այս տարբերակն է առաջարկում Նիկոլ Փաշինյանը, այն տարբերակն է առաջարկում, ասում է եկեք ստորագրենք հետո լուծարենք, այն մյուսը ասում է թող այս բեռները սենց գնան, այնց գնան, մի խոսքով այսպես խոսում են։ Գուցե երկուսն էլ ձգձգում են, սպասում են այդ շքերթին մայիսի 9-ի, ինչին են սպասում երկուսը։ Անտալիայում տեղի ունեցած այդ դիվանագիտական ֆորումը, վերաժողովը, համաժողովը, ինչա ոնց ուզում եք բանալ։ Արարատ Միրզոյանի հարցազրույցը տված թուրքական մամուլին եւ հետո բաները կապված է արդեն իր եւ անձամբ Ֆիդանի այդ հանդիպման հետ կապված մեկնաբանությունները ամբողջությամբ երբ որ նայում ես ինքը բավականին հետաքրքիր պատկեր է ստեղծում առնվազն այդ հարցազրույցից զգացվում է այդ բրիֆինգից հարցազրույց չէ ասուլիս էր որտեղ մի քանի լրագրողներ էին տեղից երևում է որ առնվազն Արարատ Միրզոյանը հասկանում է որ այս խաղաղության մասին բանակցությունները ֆուֆու բաներ են ինքը ասում է, որ դե մենք կոպիտ ասած խաղաղության մասին բանակցում ենք։ Մենք խոսում ենք իրանց հետ։ Մենք պատերազմ չենք ուզում, ալտերնատիվ չկա, ասում է, խաղաղությանը ալտերնատիվ չկա, ի վերջո ճիշտ է։ Ինչի են իրանք պատրաստ գնալ այդ խաղաղության համար, սա երկրորդ հարցն է։ Ես համարում եմ, որ խաղաղության համար այն զոհերը, որը Հայաստանը տվել է, ինքը ամբողջությամբ բավարար է։ Հիմա էլ Հայաստանը ոչինչ չունի զիջելու։ Ոչ մեղրիով ճանապարհ, բացատրեմ ինչու, որովհետև ռուսական երկաթգծին հատարված Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ որոշմամբ դեռևս 21 թվականի հունվարին հրապարակվեցին այդ տվյալները բանի ռուսական երկաթգծերի 20 թվականի արդյունքներով չէ 21 թվականին քննարկվել է, հա 22 թվականի հունվարին հրապարակվեց 21-ի հաշվետվության մեջ ֆինանսական RЖD-ի ռուսական երկաթգծի 21 թվականի ընթացիկ հաշվետվության մեջ, որը հրապարակվել էր 22 թվականին, արտացոլվել է այն փաստը, որ Ռուսաստանի երկաթգծերը ստանձնել են պարտավորություն կառուցել երկաթգիծ, որը կմիացնի Հորադիս կայանը Արաքսի ափին, այն ժամանակ այդ մեր պաշտպանական շրջանի այդ գյուղը չի էլ այն քաղաքն է, որը որ մինչև տեղ Ադրբեջանը երկաթգիծը պետք է քաշի, այդտեղից մինչև Նախիջևան երկաթգիծը պետք է քաշի ռուսական երկաթգծերը, այսինքն RЖD-ն։ Ոչ թե հարավային Կովկասի երկաթգծերը, որոնք Հայաստանի օպերատորն են, այլ RЖD-ն։ Եվ այս պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Ստեղ բավականին հետաքրքիր բան կա։ Նախ եւ առաջ բազմիցս ասել եմ, որ երկաթգծի արկայությունը, այդ 42 կիլոմետր տարածքում մեղրի սահմանին կպած ավտոմատ նշանակում է, որովհետև քանի որ կառուցում է Ռուսաստանը, քանի դա ստորագրած է։ Եթե չեք հավատում, ես խորհուրդ եմ տալի կամ ասենք կասկածները որպեսզի պարատվեն, ես խորհուրդ եմ տալի ցանկացած կառավարության ասուլիսում Մեհեր Գրիգորյանից պահանջել, որպեսզի ինքը այդ թղթերը բացի, իրանք Ռուսաստանում տպվել են, այսինքն ես հեղում ունեմ, բայց եթե լրագրողները հետաքրքրում են, թող ասեն, ումա տրված այդ երկաթգծի կառուցելը։
ու տարբեր բաներ, որ պատտվում են օֆշորային երկրների անուններ են ասում, yani իրանք են կառուցելու այդ 42 կիլոմետր կտորը։ Դա էլ է ինձ հայտնի, որպիսի թաքցնեն, որ դա Ռուսաստանն է, Հայաստանի այդ կտորը տարբեր օֆշորային երկրներից բուստում են։ Մարդիկ ասում են, ասենք, չգիտեմ, Սեյշելներից կամ Բագամներից ինչ-որ մի հատ pub կամ strip club, բարձում է, որ պետք է Հայաստանում բան պետք է կառուցի, երկաթգիծ։ Բայց հենց այդ 42 կիլոմետրանից կտորը այս Ադրբեջանի սահմանից, ասենք Կովսականից, մինչև որ դու բադ այդ սահմանի վրա։ Ուրեմն տեսեք, քան Ռուսաստանն է կառուցում հարավային այդ սահմանով երկաթգիծը ավտոմատ նշանակում է, որ էքստերիտորիալ միջանցք է տրվում Ռուսաստանին։ Կառուցում է Ռուսաստանը, օպերատորը Ռուսաստանն է, կամ ինչ որ օֆշորային էական չի ինչ, բայց մեկը Ռուսաստանի բանի տակ է։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը զուտ երկաթգծերի միջազգային կանոնակարգով այդ տարածքը այլևս չի կարա տիրապետի այնպես, ոնց որ ինքը ուզում է, որովհետև երկաթգծի անվտանգություն կա։ Դա նորմալ է, դա ամբողջ աշխարհում կա։ Ինչեմ ես միշտ ասել, որ ցանկացած ճանապարհ, որը տրվում է այդտեղից այնտեղ, ինքը ստեղծում է Հայաստանի անվտանգության համար խնդրեմ։ Բացի բազմիցս իմ կողմից նկարագրված օրինակից, որ կարող է 60 վագոնանոց գնաց մտնի, մի պահ կանգնի ու 60 վագոնից ամեն մեկից դուրս գա 40-ից 50 բան զինվոր լուրջ, որոնք ընդհանրապես այդքանով այդ 42 կիլոմետր կտորը մեզանից կկտրեն, կտանեն։ Զինվոր են ուղղակի, որովհետև մենք այնտեղ այդտենց զինվոր չենք կարող պահենք այդքան անիմաստ է մեզ։ Նախ դա է արգելված, այսինքն դրա պատճառով։ Երկրորդը վերջացած նրանով, որ դե կարող է քիմիական նյութեր են տանում, բան են տանում, հետևաբար այնտեղ մոտիկ տեղ չես կարող ինչ-որ բաներ կառուցես, ճանապարհ անցնող կամուրջ, բան, ոչ չես կարող կառուցես։ Դա իրանցն Դա երկաթգծի տարածքն է ստացվում։ Եվ ոչ մեկ իրավունք չունեն դեր գործողություն անում։ Հենց այդ է պատճառը, որ ես ասում եմ, որ ոչ մի պարագայում երկաթգիծ պետքա չաշխատի մեղրիով։ Դա բացառվում է։ Դա ավտոմատ նշանակում է, որ Հայաստանը կտրվում է Իրանից։ Եվ դա բազմիցս ես ասել եմ եւ ելի եմ ասում, որ ցանկացած Հայաստանի Հանրապետության պաշտոնյա, ով կհամաձայնվի երկաթգիծ թույլտվություն տա երկաթգծի, որը կգործի, անձամբ լինի Մհեր Գրիգորյանը, Մհեր Գրիգորյանի կողքը 4 հատ Նիկոլ Փաշինյան կանգնած լինի, իրանք բոլորը ենթարկվելու են ամենադաժան ու ծանր օրենքի շրջանակներում պատասխանատվության։ Ընդհուպ մինչև ցմահ բանտարկություն որպես արտաքին երկրի գործակալ, որովհետև նորից եմ կրկնում, երկաթգծի թույլտվությունը, որը կկառուցի Ռուսաստանի Դաշնությունը կամ օֆշորային երկիր։ Այսինքն, քանի Հայաստանում երկաթգծի կոնցեսիան ռուսներինն է, երկաթգծի հետ կապված ցանկացած գործողություն ավտոմատ նշանակում է Հայաստանի սուվերենությունից մի կտոր փոքել տալ Ռուսաստանին։ Որպեսզի դա չլինի, դու նախ եւ առաջ կոնցեսիան պետքա վերցնես, անես աուդիտ, հասկանաս ինչ վիճակում է քո երկաթգծերը ընդհանուր առմամբ։ Հետևաբար, կրկնում եմ, ցանկացած գործառույթ, որը երկաթգծին է տրվում, առանց կոնցեսիան ռուսներից վերցնելու, ավտոմատ նշանակում է Հայաստանի սուվերենությունը դնել վտանգի տակ։ Կոնցեսիան վերցնելը եկա պատմություն է։ Հիշում եք, ինչ սկսեց ամբողջ այդ Լավրովի Հայաստանի հետ։ Դե իրանք գիտեն ինչ են անում։ Հետևաբար, մինչև այդ կոնցեսիան չկա, չենք վերցնում, Հայաստանի Հանրապետությանը այս խաղաղության խաշմերուկը, որքան էլ որ փորձում են Նիկոլեն հրամցնեն Եվրոպային, որ դա լավ բան է, ինքը լավ բան է բացառությամբ են պարագայում, եթե գործում է Գյումրի Իջևան Թովուս Ղազախ այդ երկաթգիծը, այսինքն Հայաստանում անցնում է, իհարկե Կարս Գյումրի գնում է այնտեղ վերևը կպնում է Ադրբեջանին, բայց ոչ հարավը։ Հարավային ուղղությունը պետք է փակ լինի այս ամեն ինչի համար։ Սա բացառվում է, որ բացվի։ Եվ ինչի ասում, որ կա Անտալիայի հանդիպման մեջ կարևորություն։ Արադ Միրզոյանը բացեի բաց հայտարարում, հա, որ այնտեղ, որ դե հա հիմա մենք մեծ հաշվով հիմա մեծամասնություն ենք եւ պատրաստ ենք ստորագրելու, բայց եթե մենք չլինենք, ընդհանրապես փաստ չի, որ այս թուղթը կստորագրվի։ Սա ինքը բաց ասում է։ Մեսիջա տալի, ասում է, որ կարող է մենք չլինենք ու վերջ, ու պրծավ։ Քանի որ այդ պահին արդեն Գյումրիի ընտրությունները եղել էին, ես կասկածում եմ, որ իրանք մտածում են, որ ստեղ բաներն են, ռուսամետներն են կրելու, յանի Վարտանիգի նման։ 26 թվականի մասին։ Հա, բայց իրանք տեղել են սխալվում։ Ինչու՞։
որովհետև հաստատ իրանք չեն կրելու այդ բանը պրծավել, սպառվում արդեն։ Շատ քիչ մարդ կա Հայաստանում, ով ուզում է այդ մղձավանջի մեջ ապրի։ Իսկ բայց այն նրանում, որ մյուս իշխանությունը կգա ու այդ դա այդպես չի լինի, իրանք ճիշտ են։ Որովհետև կոպիտ ասած ոչ մի անվտանգության, Հայաստանի անվտանգությունը կարևորագույն կետ դիտարկող իշխանություն, քաղաքական ուժ, որը եկավ իշխանության, թույլ չի տա, որպեսզի մեղրիով անցնի ռուսական դրոշով բանարվող երկաթգիծ։ Այսինքն դուք ենթադրում եք, որ դեռ մի տարի, մի ամանից մյուս աման այս ջուրը տեղափոխվելու է բանակցություններ կոչված։ Այո, ես գրեթե վստահ եմ, որ խաղաղության մասին փաստաթուղթը նույնիսկ եթե ստորագրվեց մինչև ուկրաինական պատերազմի եւ ֆիքսման ավարտը, չի ռատիֆիկացվի Ադրբեջանի կողմից, մինչև չրատիֆիկացվի ռուս-ուկրաինական խաղաղության պայմանագիրը։ Իսկ ձեր մի հարցազրույցում դուք ասել եք, ենթադրում եք, իհարկե ենթադրության մակարդակով, որ դեռ մի 2 տարի խաղաղություն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև դժվար է ակնկալել։ Պնդում եմ։ Պնդում եք։ Պնդում եմ, որովհետև տեսեք, հիմա 25 թվականի գարնան սկիզբ իրականում ձմեռվա վերջ Եվրամիությունը հաստատեց եվրոպական երկրներ կամ սենց Եվրատլանտյան դաշինքը առանց ԱՄՆ-ի հաստատեցին նոր պլաններ զինելու Ուկրաինային եւ դրանք ուժի մեջ կմտնեն 26 թվականին 25-ին հաստատվել է այդ 800 միլիարդը հայտնի, որը 5 տարվա ծրագրի համար է։ Այսինքն այդ 5 տարին այդ ամեն ինչ պետք է արտադրվի, բայց առաջի ծիծեռնակները մենք կտեսնենք 26 թվականին։ Հետևաբար էլ նոր են արտադրում, նոր ֆինանսական հարցերն են ուզում կսկսեն արտադրել, ինչ որ չափով դա կգա, ի հայտ կգա 26 թվականին, եթե նոր իսկ խոսքը իհարկե նոր զինատեսակների մասին է, մասնավորապես Էստոնիայի եւ Լիտվայի նախաձեռնությամբ մեր Նորդիկ Բալտիկ բարեկամների, որոնք ատում են Ռուսաստանը մոտավորապես ոնց որ ես մեր լավագույն բարեկամներն են, իրանց մոտ նոր դրոնային բաներ են տեղ ունեն, այդ դրոնները պետքա փորձարկվեն, արդյունքները պետքա լինեն եւ բոլորը հասկանում են, որ ամեն տարի Ռուսաստանի համար ավելի վատ է վերադառնում, թե հարկային առումով վերադարձը վատնա, թե նավթի գների տատանումը եւ թե նավթային իրականում նավթային ոլորտը Ռուսաստանի խորը ճգնաժամում է 3-րդ տարին է իրանք նոր հորեր չեն փորում, որովհետև տեխնոլոգիաներ չունեն։ Հին հորերը չեն սպառում են, չէ, ոնց է կորումպացվում են, փչանում են, որակը ընկնում է։ Դառնում են անորակ, այսինքն եթե առաջ մի հորից կարել էր անել օրեկան, չգիտեմ, 10,000 բարել նավթ, հիմա ստացվում է 5 գնալով պակասելու։ Պարոն Սարգսյան, դուք ասում եք, ուրեմն այս անգամ եթե պայմանագիրը ստորագրվի, մենք խոսում էինք այդ 26 թվականի մասին, հիմա դրան գումարվեց 2 տարի մոտավորապես դուք կարծում եք, որ Ուկրաինանի վիճակի է համենայն դեպս առնվազն 2 տարի էլ դիմակայել այո Ռուսաստանին, նշանակում է արդյոք, որ հայ-ադրբեջանական այս հարցը դեռ երկար ձգվելու է։ Գիտեք, ինքը ինչպես եւ ամեն ինչ միջազգային հարաբերություններում բազմավարիանտ է, բազմատարբերակ լուծումներ են, տարբերակները sense որ պատկերացրեք, այդ պարամետրերով փոխում եք։ Իհարկե այդ տարբերակներից մեկը է նա пассив տարբերակը, որ ուկրաինական պատերազմը ավարտվում է, Ուկրաինան եւ Ռուսաստանը նստում են այն կամ ինչ որ մնացել է Ռուսաստանից, եվրոպական, որտեվ ասեմ թե 26-ը կարևոր իրականում, ինչի ես համել վստահ եմ, որ բան այդ կարճ, որովհետեւ այս տեմպերով որ գնաց Տրամպը հաստատ կկորցնի կոնգրեսը, այսինքն այնտեղ արդեն այս բանը բացարձակ գժությունը, մագա ֆաշիզմը, մեգալոմանիակությունը, մասկի բանի կդադարի էլի, ասենք կուներա նորմալ բան, կլինի հանրապետական նախագահ, դեմոկրատական կոնգրես, քիչ թե շատ բալանսավորված սենատ եւ այս ամեն ինչը կլինի բան։ Եթե այս տարբերակն ենք դիտարկում եւ այնտեղ վերջանում է պատերազմը արժանապատիվ կերպով, ոնց որ Բլինկենի ձևակերպումներ։ Նշանակում է աշխատեց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև Ալմա-Աթայի հռչակագիրը, իրանք վերադարձան 91 թվականի սահմանները։
կրկնում եմ, չեմ եւ սա պնդում։ Սա միակ տարբերակն է, որ Ուկրաինայի հասարակությունը եւ Եվրոպան, հետեւաբար հիմնական այդ ծանր մասը կհամաձայնվեն, որ խաղաղությունը արժանապատիվ է եւ կայուն։ Որովհետեւ բոլոր մնացած տարբերակներով դա կնշանակի, որ կոնֆլիկտը սառեցվում է, ոչ թե լուծում։ Հետևաբար ցանկացած պահի, ցանկացած ընտրությունների արդյունքում կամ նախընտրական պայքարի մեջ երկու կողմերի մոտ լինելու է, եթե թողեցին Ղրիմը մնա Ռուսաստանին օրինակ, Ռուսաստանում ազգային ուժերը գալու են այն բանով դե տեսակ Ղրիմը վերցրին, կուլ տվեցին, եկեք Դոնբասը հետ վերցնենք։ Եվ հակառակը Ուկրաինայում նացիոնալիստները գալու են եւ ասեն մինչև Ղրիմը չվերադարձնենք, ինչ մարդու իրավունքներ, ինչ բան, պետք է վերադարձնենք Ղրիմը, պետք է միլիտարիզացվենք, այսինքն մշտապես այս ամբողջ բանը կրակը չի մարելու, ինքը հա տենց տականալու է, միշտ պատերազմ կախած լինի Եվրոպայի արևելյան սահմանին, ոչ մեկին ձեռ չի տալ։ Հետևաբար նորից եմ պնդում։ Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դա արժանապատիվ ավարտ։ Ընդ որում երկու կողմերի համար, ոչ միայն Ուկրաինայի։ Դա 91 թվականի Ալմատայի հռչակագրով սահմանների հաստատումն է։ Ռուսները SpaceX-ն ելնում դեպի իրանց տարածք, Որկուտա, ուկրաինացիները գալի կանգնում են այդ սահմանի։ Հեշտ եք ասում, Պուտինը որ պարագայում կգնա այդ ճանապարհով։ Երբ որ Պուտինը գնաց Կաբզոնի համերգին, դա կլինի նորմալ։ Հիմա սա մեկ տարբերակ։ Հենց որ այդտեղ եղավ, ստեղ արդեն փաստաթուղթը պատրաստ է, արդեն ոնց որ Ալիևի, գիտեք, Հայաստանի սահմանադրությունը փոխել, բան ոչ մեկ չի նայելու, որտեղ Ռուսաստանի սահմանադրությունը հիմա բանը Խերսոնը, Զապորոժյան, Դոնեցկ ու Լուգանսկը իրանց տարածքն են, էլ չասած Ղրիմի մասին, հա, ասենք սահմանադրությունների այդ հղումները դեպի հակառակ կողմի սահմանադրություն աբսուրդ է։ Ուղղակի սենց քթից կվերցնենք, ասեն ստորագրի կամ հին Դոն Կառլեոնեի պես կդնեն թուղթը, գրիչը ու ատրճանակը։ Այդ դնողը ով է։ Եվրոպան այն որ գարանտա կանգնելու ռուս-ուկրաինական խաղաղության, այսինքն որպեսզի նախադեպ չլինի այդ ստորագրություն խաղաղության պայմանագիրը պատրաստ վիճակից հետ խաղալ, բան, եկեք սենց չանենք, եկեք սոտիկի պատերազմ անենք, որպեսզի այդ դրանից խուսափել, կբռնենք ասեն թղթի վրա կամ ստորագրություն կլինի կամ ուղեղիդ մնացորդը։ Այս մեկ, երկրորդ տարբերակ։ Երկրորդ տարբերակը ինձ գնալով շատ է դուր գալիս։ Ասում անցան տարիներ։ Հայաստանի Հանրապետությունը յուր դաշնակիցներով, բարեկամներով եւ մեծ հաշվով բոլոր նրանցով, ովքեր չեն ուզում, որ Մորդորը, Գունդաբադը եւ բանը Սարումանը մեծամասնություն կազմեն այս աշխարհում, աջակցում են Ադրբեջանի ժողովրդավարական ուժերին եւ Ադրբեջանը դառնում է ժողովրդավարական երկիր։ Ուրա։ Ուրա թե ուրա։ Ինչ որ մի բան ենք անում։ Մի հատ Թարիր աշշամ է հայտնվում, որը գնում է դեպի Բաքու, ճիշտ է, շիիտական դրոշներով կամ, չգիտեմ, ինչ որ ուրիշ դրոշներով, Ալիևին բան ենք տալի, ասում ենք կարճ լուցկին քաշեցիր Սադամ ենք անում, երկար լուցկին քաշեցիր Կադաֆի։ Ամփոփում ենք, փաստորեն այս բարձրաձայն բանակցությունները։ Ես իրականում ուզում եմ ինչի համար ես ասում։ Ես համարում եմ, որ սա ամենահավանական տարբերակն է։ Ամենահեշտ, ցանկալի, անարյուն եւ հավանական։ Այսինքն Ադրբեջանի դեմոկրատացում դեք ամենահավանականը համար։ Այն ինչ որ ես կոչում եմ դեմոկրատացում, հա։ Հա, նո Իրաքի, Աֆղանստանի պես։ Այստեղ խնդիրը գիտեք որն է ասում։ Պարդոն, հետ են գալիս, ինչ են շանքում Իրաքի եւ Աֆղանստանի։ Իրաքի դե որ Սադամին հետո կթան բունկերում կախեցին, չէ։ Հետո Կադաֆին բունկերում կթան կախեցին։ Ну, չկախեցին, բայց տենց արեցին, հա։ Որտեվ Ռուսաստանի հետ կապված բոլոր իրավիճակներում կա երկու լուծում, ասում եմ իրատեսական եւ գիտաֆանտաստիկ։ Ուրեմն գիտաֆանտաստիկը դա ռուսները հավաքվում են, խելքները գլուխն են հավաքում եւ ուղղում են ամեն ինչ, որ նորմալ աշխատի։ Իսկ իրատեսականը, որ գալիս են այլ մոլորակայիններ եւ ամեն ինչ ուղղում են։ Ավելի իրատեսական է։ Հա։ Ինչի համար եմ ասում, այսինքն մինչեւ տեղի չի ունենում Ռուսաստանի պես երկրներում, իսկ Ադրբեջանը նույն տիպի ֆեյք պետություն է։ Իրանք ֆեյք էթնիկ խումբ են, իրանց էթնոգենեզը Ստալինինն է, անձամբ, Отец народов, բանի։ Իրանց անվանումը ֆեյք է, որտեղ ինքը նույն Ստալինի եւ Էնվերի կողմից է ստեղծված կոնկրետ նպատակով։
բրիտանական ազդեցության տակ գտնվող կենտրոնական Ասիայի երկրներ Աֆղանստան, Պարսկաստան եւ Հնդկաստան դրանց դեմ աշխատելու, հա։ Եթե հիշում եք, այնտեղ առաջի բանը որ տեղի էր ունեցել բանում Ադրբեջանում, բան էր, այդ ռուսերեն կոչվում էր Սայուզ, թե Съезд народов Востока, այսինքն արևելքի ազգերի կամ ցեղերի համաժողով, որտեղ իրանց համագումար, իրանց նպատակը այդ էր։ Այսինքն ինքը fake է։ Ռուսաստանի պես Ռուսաստանն էլ է տենց fake։ Այս fake կառույցի հետ դու չես կարող ռեալ աշխատել։ Դու չես կարող իրականության, ինչ են իրանք տենց լեզու գտել իրար հետ։ Ինչ են իրար բերան թքած մանգալի Պուտինն ու Ալիևը, որտեղ երկուսն է գիտեն, որ իրանք fake երկրի ղեկավար են։ Որտեղ այդ fake երկիրը ամբողջությամբ բռնված է տոտալիտար ճնշման եւ արտաքին աշխարհի հետ պատերազմների վրա։ Հենց որ դա չի լինում, սա քանդվում է, որտեղ fake է։ Բայց բոլոր դեպքերում Հայաստանն է ամենաշատը իր վրա զգում այդ պետության, որովհետև եթե թույլ տակ կներեք, որպեսզի դա այդպես չլինի, երկրի վարչապետը ոչ թե պետք է զբաղվի էթնոգենեզով, իրական Հայաստանով, ինձ ասելով ես պետք է Մասիսը շատ սիրեմ, թե Արագածը, Յայլեն պետք է շատ սիրեմ իր գյուղը, թե իմ քաղաքը, ինքը պետք է զբաղվի տնտեսությամբ, ինքը ոչ թե պետք է հեծանի քշի վատ կեպքով, այլ ինքը պետք է զբաղվի, ասենք բուխուչոտով, այսինքն հաշվապահությունով։ Մինչ ամփոփել Հենց որ այդպես եղավ, մեզ չի լինելու, էլ այդ վտանգը մեզ չի լինելու։ Մի մեջբերում կոնտեքստի մեջ, հետո կամփոփենք Փաշինյանից տեղի ունենում իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխությունը։ Ասում է այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը նույնքան կարևոր է, որքան 18 թվականի ժողովրդական Թավշյա հեղափոխությունը։ Եվ հիմա նա խոսում է սոցիալ-հոգեբանական հեղափոխության մասին, ինչի մասին դուք ասում եք։ Հիմա պարզապես որ ցիտատ բերեմ, որ հասկացա, ինձ նենց հետաքրքիր է, որ հիմա բերեմ ստեղ նստածն է։ Ասեմ սոցիալ-հոգեբանականի, սոցիալ-փիլիսոփայականի եւ սոցիալ-տնտեսականի տարբերությունը կասես Շարքային Փաշինյան։ Ստուգման գրքույկը տուր, նեզաչոտ լիկվիդն չստացար գնա բանակ ծառայի։ Հիմար որ դու շարունակությունը այնուամենայնիվ, քանի որ սրա մասին ենք խոսում եւ առանցքային արձանագրումը, ասում է Փաշինյանը, այն է, որ վերջին մի քանի 100-ամյակներում առաջին անգամ միջազգայինորեն ճանաչված մեր պետությունն ու հայրենիքը նույնական են։ Լավ, եկեք չխորանանք, այստեղ փորձում ենք հասկանալ այդ հայ-ադրբեջանական, այդ ինչպես նշեցի, եթե համաձայն եք, բարձրաձայն բանակցում են, Ադրբեջանը ասում է սա էլ եմ ուզում, կոնտր առաջարկներ է անում Հայաստանը եւ այսպես մենք նայում ենք, մեկնաբանում ենք, զայրանում ենք, դուք եք զայրանում, դրվում ենք, հուսահատվում, հանրությունը համենայն դեպս ամենասուր Ճիշտ եք ասում։ Հետևում է, ճիշտ է, անհանգիստ է հասարակությունը, հետևում է իրադարձություններին, լուրերին, հայտարարություններին։ Եք ինչ է անում։ Վատ սցենարով, վատ դերասաններով, վատ որակի սերիալներ կան, չէ՞։ Մոտավորապես այդպես սերիալ է մի հատ։ Ուրեմն ոչ միայն վերջի էջը տեսել ենք, այլ գիտենք ինչա, չի լինելու դա, կարակ չհետևեք։ Ուղղակի կարակ չհետևեք։ Ոչինչ չի փոխվում դրանից, որ դուք հետևում եք։ Դուք պրոստը հետևեք նրան, որ Փաշինյանը մի օր չորոշի, որ մեկա չի ստացվում, ջանդամը լինի, օր եկեք Հայաստանը ծախեմ գնամ։ Այսինքն դրան դա կանխելու համար պետք չի ամենօրյա ռեժիմով հետևել, ով ինչ բառաչեց, Ալիևը ինչ ասեց, նրանք ինչ պատասխանեցին, բան արեցին։ Լավ, այսինքն դուք Հայաստանի համար ինչ որ տեղի անենում Բրյուսելում, մեծ հաշվով։ Այսինքն Հայաստանի անվտանգությունը ամբողջությամբ, այս պահին ամբողջությամբ Բրյուսելյան բանի մեջ է, օրբիտայի մեջ է, սա մեկ։ Երկրորդը ժամանակ առ ժամանակ մեր պաշտոնյաները, որոնք չգիտեմ ինչ են ուտում, առյուծի կաթ են խմում, մակարովի գյուլա են կուլ տալի, չգիտեմ ինչ է իրենց հետ լինում, մեկ-մեկ փորձում են Եվրոպային տիպը մատ թափ տալ, բա Հայաստանն անկախ երկիր է, մենք մեր սեփական քաղաքականություն ունենք առհակ ու բախտից։ Դու քո սեփական քաղաքականության իրավունքը ծախել ես 2018 ընտրություններից իրիկունը, այն դեկտեմբերի ընտրությունների ժամանակ, որովհետև քո սեփական որոշում կայացնելու ընտրությունը քեզ տրված էր նրա համար, որպեսզի դու նախկինների, որոնք մերժեցի, նախկիններից ձեռբազատվելով Հայաստանը տանես զարգացման ճանապարհով։
Եթե դու մնացել ես նույն ծիրի մեջ, ասել ես, որ բանակը ձեռք չես տալիս, եթե դու ասել ես, որ մեր ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի գործընկերների հետ մենք շարունակում ենք համագործակցել, այդ դրանով հանդերձ, այն ինչում դու մեղադրել ես նախկիններին, որ իրանք չունեն այդ սեփական սուբյեկտությունը, որպեսզի հարց լուծեն, դու մնացել ես այդ նախկինի մեջ։ Այսինքն գոյություն չունի իրավիճակ, երբ դու նախկիններին մերժում ես, ասում ես իրանք Ռուսաստանի կամակատարն են եղել, բայց ես չեմ։ Ու ոչ մի կերպ չի փոխվում վարքդ։ Ինչ որ բան այդտեղ այն չի։ Կա խնդիր, եւ այս խնդիրը, երբ որ քեզ բարձրաձայնում են, երբ որ քեզ ասում են, որ եվրոպական ընտանիքի համար անընդունելի է մայիսի 9-ին գնալ Մոսկվա, որովհետեւ դա մի օր է, երբ Ռուսաստանում հավաքվում են Ադոլֆ Հիտլերի դաշնակից Յոսիֆ Ստալինի կողմնակիցները, որոնք պատերազմը սկսել են սեպտեմբերին 39 թվականի համատեղ ոչնչացնելով քո այսօրվա ամենալավ, ամենահզոր բարեկամներից մեկին Լեհաստանին ոչնչացնելով։ Այնուհետև քո դաշնակից քո համար հիմա բանում սահմաններիդ վրա եվրոպական դիտորդական առաքելության մեջ մարդ ապահովող Բալթյան երկրները։ Դուք իրականում մայիսի 9-ին գնում եք, որպեսզի նշեք, որ այդ երկրների անկախությունը Հիտլերի հետ միասին ոչնչացրել եք, հələ սա խայտառակություն է։ Ոնց կարելի է դրանից հետո ինչ որ մի կերպ արդարացում գտնել։ Դա նույնն է, ոնց որ ապրիլի 24-ին այն մարդը, որ քեզ ասում է մի գնա Մոսկվա, ինքը Էստոնիայի ներկայացուցիչ է։ Ոնց որ ապրիլի 24-ին ցուցադրական կերպով, ինչ իրանք երբեք չեն անի, բայց ուղղակի տարբեր քայլիստներին տեղը դնելու համար իրանք գրկախառնվեն Թուրքիայի հետ Էնվերի, Թալատի եւ բանի Ջեմալի բանի մոտ, նկարների մոտ։ Ոնց կարելի է սա համարել Հայաստանի անկախ քաղաքականության դրսևորում։ Քեզ ասում են մի արա կմրսես, մատդ հաստոցի տակ մի մցրու կկտրի կտանի, մի լպստի 380 վոլտը ձեռ տուր։ Ինչ, այն որ քեզ թվում է դա անկախություն է, որ երկու ձեռով գնում ես այդ կաբելը բռնում ես, հա, թե հաստոցի մեջ, մատդ քեզ դու գլուխդ մցրու։ Ասում են, ասել են տեխնացու, Եվրամիության տեխնացու երկրները թող չգնան, մենք տեխնացու չենք, դե մեզ այդքան խիստ չեն։ Իրանք տեխնացու չեն, բայց իրանց խիստ չեն դատի, որն է իրանց ասել են տեխնացու դարել։ Լեհաստանի նախագահն Հայաստանում ասել է դարձել։ 1, 2-ը տեխնացու չի քայլիստների բազմությունը։ Հայաստանի Հանրապետությունը տեխնացու է։ Քայլիստների բանը ինչ է, երիտ աթաթուրքական են իրանք։ Պիոներ են, լենինական, աթաթուրքական, չգիտեմ ինչ որ իրանց պատկերացումները աշխարհի սահմանափակվում է 3+3-ով։ Բայց Հայաստանը չի պատկանում այդ 3+3 ֆորմատին։ Ռուսաստանը կրկին Զախարովայի մատուցմամբ կրկին իր քարտեզներ է առաջարկում։ Հարցը հետևյալն է, արդյոք սա ական է, արդյոք այստեղ վտանգներ կան սահմանազատման Հայաստան-Ադրբեջան սահմանագծման հարցում ասում է եկեք, այո, ինչ լավ է, եկեք մեր քարտեզներով։ Մենք ուրիշ աղբյուր չունենք քարտեզների, այդ քարտեզները ինչ որ ական են պարունակում, թե կօգնեն, գուցե շատ լավ է, բրավո, որովհետև Նիկոլ Փաշինյանը մի պահ բաց են թողել, քարտեզները պարզապես ունեն, երկու կողմերն ունեն, որովհետև այդ քարտեզները 75-79 թվականի քարտեզներ են։ Այդ քարտեզները մենք հաստատ ունենք, ինչի մասին ես ասենք լսել եմ պատասխանատու պաշտոնյաներից տեսել եմ այդ մեկը։ Ի վերջո այդ գլխավոր շտաբի Ռուսաստանի Սովետական Միության գլխավոր շտաբի քարտեզներն են, որոնք մեծ մասշտաբի մեջ են, այսինքն այնտեղ մանր-մունր կիլոմետրաժի խնդիրը հողի վրա դրա մասին են բանակցությունները հիմնականում հողի վրա փորձում են լուծել, բայց մեծ իմաստով քարտեզը կա։ Մաշկա Զախարովան կամ Արաղն է փոխվել սպիրտը, այսինքն ինքը մոռացել է, որ այդ հարցը էլ ակտուալ չի Հայաստանում, թե Հայաստանը եւ Ադրբեջանի միջեւ, որտեղ այդ բանը արդեն ռատիֆիկացված աշխատում են։ Կամ իրանք ինչ որ մի բան են որոշել, որ պետքա
օրինակ Ադրբեջան ինքը սա ասում է, հիմա սպասենք նրան, որ Ադրբեջանը որպեսզի կասեցնի նաև այդ գործընթացը, ասի, որ այս քարտեզի հետ ես համաձայն չեմ, օրինակ, որտեղ ինքը պայմանական է 75 թիվ, ինքը 75 թիվ ֆրացել։ Օրինակ 78 թվականի քարտեզների հետ ես համաձայն չեմ, եկեք գնանք Մոսկվայից վերցնենք։ Ու Մոսկվայից որ վերցնեն 78 թվականի քարտեզները, եթե այս հարիֆները համաձայնվեն կամ այդ անձնավորությունը, որը փոխվարչապետ է ստեղ աշխատում, եթե իրանք համաձայնվեն, մեկ էլ պարզվի, որ 78 թվականի նոր տված քարտեզով Ռուսաստանի կպարզվի, որ արդեն իսկ սահմանագծված եւ սահմանազատված Կիրանցի կտորը այլ բան պետք է ունենա, այլ տեսք պետք է ունենա։ Ու ուտեղ իրանք կասեն, դե էս էլ հետ մեղա արեցինք, հաջող։ Հասկացաք, թեման որն է։ Այսինքն, երեք Facebook-յան ընկերներից մեկը փայլուն մի հատ բան արեց, փայլուն գրառում արել, ամբողջ գիշեր ծաղացել տղեկին ողորին։ Ասում, բայց նկատում եք, մենք գնալով ասում թուրքերին սկսելու ենք ասել սև ռուս։ Բացեք, շարունակեք։ Դե դե որտեվ մենք ռուսներին ասում ենք սպիտակ թուրք, չէ՞։ Ասում հիմա սենց սրանց պետք է ասենք սև ռուս, որտեվ իրենք շատ ավելի վատն են։ Ասում այդ երկու բանի մեջ նույն գաղափարն է բոլորի մոտ, ովքեր դնում են, մտածում են, որ դնում ես վերլուծում ես, էմոցիաները անջատում ես, դնում ես մի սեղանի վրա, այդ բանի պես Դանիել Դեֆոյի հերոսի պես կիսում ես դրականը բացասական, տեսնում ես, որ թուրքը որպես թշնամի միշտ նախընտրել է, որտեղ ինքը ասում է, ես քո թշնամին եմ, ես քեզ կմորթեմ։ Ու լսել եք, որ Թուրքիայից ինչ-որ մեկը ասի, մեր բարեկամ Հայաստանը, եկեք մենք ձեզ քարտեզ տանք, դանակ տանք, մեջքներիդ մեջ բայց կտանք, չէ, զրոք ասում են, չթարթես, մեջքով չպտտվես, կմորթենք։ Բերան ասում են, ու նույնիսկ եթե ինչ-որ մեկը ասում է, չէ, մենք ուզում ենք խաղաղ, կայուն, Հարավային Կովկազ, հետևից վերականում մեկը ասում է, հա, խաղաղ բան, որ հանգիստ ասում է, դռները հանգարց չփակեն, գիշերը որ գանք մորթենք։ Իրանք շատ կոնկրետ բանի մեջ են։ Ու լուրջ եմ ասում, այդ ավելի նախընտրելի տարբերակ է։ Որտեվ այս բաները, սպիտակ թուրքերը, չգիտես ոնց են կուտը տալիս, հայրը համ ընդ ապրում են, համ հավատում են, համ բանում Գյումրիում քաղաքապետ են ընտրում, որը ասում է ես ուզում եմ դառնամ ստրուկ, ես ուզում եմ, որ իմ երեխեքը սատկեն Բախմուտի տակ, ինձ մոտ հարց է առաջանում, Վարտանիգին։ Երեխեքիդ խիչ ես ուղարկում Ավդեևկայի տակ սատկեն, արա։ Գյումրին Վարդան Ղուկասյանին անդրադարձակ, չեք կարծում արդյոք, որ այդ հայտարարությունները քաղաքական են, քաղաքապետը պետք է քաղաքական։ Ոչ, քաղաքապետը, էլի եմ ասում, վարչապետը չպետք է զբաղվի էթնոգետնեզով, սոցիալական փիլիսոփայությամբ եւ բան, սոցիալ հոգեբանության սոցիալ-հոգեբանական հեղափոխություններով, որտեվ վապրղ երկար ժամկետ է իր սրոկից բռը, բայց քաղաքապետ չզբաղվել պոլիտիկա, քաղաքապետ զբաղվել գործուր, լուսավորություն, չգիտեմ, թապառաշներ, աղբահանություն, քաղաքապետը դրանով է զբաղվում։ Գյումրիում այս վիճակն է, 102-րդ բազան հիշում ենք և համենայն դեպս Վարդան Ղուկասյանը ասեց այն, ինչ ասաց։ Վաղուց չի խոսվել այդ մասին, բայց որքան հիշում եմ, եթե չեմ սխալվում, ասում էին ապրիլի վերջին, մինչև մայիսի սկիզբ Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն պետք է բացվի։ Արդյոք չեք կարծում, որ Սյունիքը կարող է դառնալ Գյումրի 2 և նորից մեր հիշենք, որ 26 թվականին ընտրություններ ունենք։ Ես նորից եմ ասում, Սյունիքում բացված հյուպատոսությունը ավտոմատ նշանակում է, որ մեր զորքերի թիկունքում ադրբեջանական, ասենք 1-2 գումարտակ եք պահում։ Ես շարունակում եմ պնդել, որ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական անձնագիրը պետք է հավասարվի ադրբեջանական հատուկ ծառայության վկայականի։ Նորից եմ կրկնում, Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական անձնագիրը հավասար է Ադրբեջանի հատուկ ծառայությունների վկայականի։ Խտացնում է գույները, չեմ խտացնում, ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը իր ամբողջ ծավալով պայմանագրային, Նիկոլի կողմից բարեկամական, Վարդան Ղուկասյանի կողմից ստրուկ տիրակալ
այդ բաներով հայտարարված չեմ պահանջում Հայաստանում ավելին, քան 4 ռուսաստանյան դիվանագետ։ 4։ Այն պարագայում, եթե մենք ունենք բազա 102, իսկ եթե հանում ենք 3։ 3, որովհետև բան չկա ստեղ։ Հասկանում եք, Հայաստանի բնակչությունը Սամարա քաղաքի բնակչությունից քիչ է։ Դուք ասում եք հյուպատոսություն պետք չէ բացել։ Ոչ միայն հյուպատոսություն պետք չի բացել, դեսպանատանը պետք է 3 հոգի աշխատեն։ Լավ, պլյուս մի հատ հավաքարար, մի հատ վարորդ, վերջ։ Դեսպանատունը որ կա Ագրիկոլ լուսավորիչի վրա, այդ ամբողջ այդ շենքը, այդ մորդերի բանը, պետք է դուրս գան։ Ռոսսատրուդնիչեստվո, Դոմ Մոսկվի, ոչ մի բանի կարիք ստեղ չկա։ Մեր պետական լեզուն հայերենն է, մենք ֆրանկոֆոնիայի անդամ ենք, միջազգային շփման լեզուն անգլերենը, ռուսերեն լեզուն ինչ կապ ունի այդ ամեն ինչը, ոչ մեկ չի հասկանում։ Դուք տեղյակ եք, որ դեսպանատանը Ռուսաստանի MVD Ռոսիայի ու Արմենիայի աշխատում է MVD-ն, ներքին գործերի նախարարությունը Ես դες ասում եմ, իրանք մեկը Ադրբեջանից են, ոչ թե հյուպատոսություն, այլ հյուպատոսական խնդիրներ որոշ լուծում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։ Նորից եմ ասում, իրանք պետք է վտարվեն Հայաստանից, Չէ, վերադառնանք։ Չգիտեմ, ինձ համար իրանք բոլորը, տեսեք, նորից եմ ասում, ինձ համար Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավարը դա իմ թշնամի երկրի, հակառակորդ երկրի, շատ բարձրացած, բայց շատ պարզ հասարակ բան է, որ ասենք պետք է ինքը իմ բանի նշանառության մեջ չհայտնի, որ տեսնեն 300-ով բան կանենք։ Ռուսաստանի, ընդ որում, եթե ես Իրան վնաս հասցնեմ, այդ թվում մարտի դաշտին, այդ ադրբեջանցում, ինձ բոլորը կասեն ապրես։ Եթե ես ապացույց եմ ներկայացնում, որ Ռուսաստանի դեսպանատան աշխատակից է, զբաղվում է մեր դիրքերի նկարահանումով եւ դա տարածելով յանի լավ բան է անում, Yandex քարտեզների միջով, ինչ որ ձևերով։ Այսինքն ես ասում եմ, որ ախպեր, այս մարդը թուրքի գործակալը, ադրբեջանցու գործակալը, ես ստանում եմ, հավասար առնվազն 1/3-ը ինձ հանում են դու ինչ ես խոսում իրանք մեծ են Պուտինը բարանց Ռուսաստան Վարտավնիկը բան սս բաներ են սկսում խոսել հայ ախպերը տենց չի Ռուսաստանը իրական թշնամի է դուք հակառուսական տրամադրություններ եք սերմանում ես Ռուսաստանը բոլոր երկրների որոնք ընտրում են նախընտրել են ժողովրդավարական զարգացման ճանապարհը մարդու իրավունքների ապահովման ճանապարհը, ովքեր նախընտրում են Իսկանդերներով երեխաներ չոչնչացնել, ինչպես Ռուսաստանը անում է վերջի 10 օրը Ուկրաինայում։ Իդեպ ինչով բացատրեք այդ դրանով, որ ասում են, հիմա այդ տեսեք դուք եք ասում, դուք հակառուսական, ռուսաֆոբական բաներ եք տարածում։ Ես վերջի 15 օրվա մեջ 8-9 երեխա սպանեցին։ Նպատակային խփելով քաղաքացիական բնակչությանը, նպատակային Իսկանդերով խփում են քաղաքացիական բնակչությանը ես եմ հակառուսական բան անում լավ ոչ մեկի մտքով չի անցնում հասկանում եմ որ բան կա ինչ որ երևի այն որ ասում է վառվել է մարդկանց մոտ սրտները քարացել է անպայման պետք է ձեր տանը գա հասնի դա որ հասկանաք որ դրանք անընդունելի են Նիկոլ Փաշինյանին Ալեն Սիմոնյանին անպայման քո ընտանիքում պետք է տրակի այդ Իսկանդերը որ դու երեխեքիդ աղիները դեմքիդ վրից հավաքես, որ հասկանաս, որ Ռուսաստանը թշնամի է, որ չի կարելի գնալ Ռուսաստան ու Ռուսաստանի օրներ դնել ռիլզի մեջ, նույնիսկ սարկաստիկ բանով, հա, Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին, որ գնում է, մեր պատերազմն է, մեր 300,000 հայերն են, որոնք երկիրը կառուցելու, Եղեռնից փրկված սերունդը, Ռուսի խաթր, տարան Ստալինի խաթր, տարան կոտորեցին, դու տեղ չունես այդ մարդկանց իշատակը նշելու, անպայման պետք է գնաս մորդեր, սատկած չթաղած Լենինի լեշի վրա, որը երկրիդ 2/3-ը հանձնես թուրքերին եւ ադրբեջանցիներին, անպայման պետք է այնտեղ կանգնես, որ Ալիևն է գա, sense մի հատ չաչալի ճպացնի, ասի հա արա, բա Շուշիում քիչ ես նշում։ Թե կասկածում եք, որ չի ասի։ Գիտեք ոնց կասի։ Լրագրողների մոտ կասի։ Վստահեցնում եմ ձեզ, որ Ալիևը ասում է, դե ժամանակին էս օկուպանտները Շուշիում էին նշում, հիմա Շուշիում չեն կարա նշեն, եկել են Մոսկվա։ Դու բոմժ ես, դու տեղ չունես, տենց ասենք թե տոնա։
Մեկ այլ թեմայի անդրադառնանք, այս ինֆորմացիան հարց առաջացրեց, արդյոք ես ամենասկզբից մինչև ընթերցելս հարցը ուղեմ ձեզ, որպեսզի այդ ենթատեքստում լսենք այս ինֆորմացիան, արդյոք Հայաստանում պետք չէր նման գերատեսչություն կամ նման գրասենյակ աշխատեր։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը փակում է ուշադրություն արտաքին միջամտության եւ ազդեցության հակազդման բաժինը։ Տեսեք ինչ է ասում պետքարտուղարը։ Ես հայտարարում եմ օտարերկրյա տեղեկատվության, մանիպուլյացիայի եւ միջամտության դեմ պայքարի գրասենյակի փակման մասին։ Դե նրանք փաստորեն փակում են, բայց ունեցել են այսպիսի գրասենյակ։ Հարցս, արդյոք Հայաստանը չպետք է ունենա օտարերկրյա տեղեկատվության, մանիպուլյացիայի եւ միջամտության դեմ պայքարի գրասենյակ։ Չէ, որտեղ մեր մոտ ամեն ընտանիքը պետք է լինի տենց գրասենյակ։ Ամեն ընտանիքը պետք է տենց գրասենյակ լինի։ Ինչպես։ Ոնց եք պատկերացնում, ասենք պապացուցված ինչքան ենք մենք տեսել, որ շատ վատ հայոյում են Նիկոլին ռուսական ԶԼՄ-ները։ Իսկ չեմ փագում են պետական լիցենզիա են տալի։ Ինչ մասնա։ Գրասենյակը լինի, չլինի։ Այդ ամեն տանը պետք է լինի, ամեն տանը։ Եթե ռուսական ալիքները կան, ամեն տանը պետք է լինի, որ չենք նայում, չենք կառնում, չենք կարդում ու վերջ, ուղղակի չենք կարդում։ Չենք նայում ռուսական ալիքներ, չի կարելի բալիկ ջան, ռուսերեն մի խոսա, դու շանտաղաճես, մայրդ մարմնավաճառուհի չի, դու հայ ես, ինչ գործ ունես։ Նորմալ լեզուներ կան, խես երեխոտ ռուսական դպրոց տալիս։ Խես ռուսերեն, ռուսկի դոմը ինչ գործ ունի գյուղերում։ Ես ասում եմ, ես ժամանակները կանցնեմ, որ սկսենք թափ տալ, հələ որ նորմալ մի հատ կոնտրռազվեդկա լինի Հայաստանում, այնքան բաներ կբացահայտվեն։ Օրինակ։ Ջերմուկում 22 Պելոսի գալու, 22 թվականին, թե 22 թվականին Պելոսի այցից առաջ Ջերմուկում տեղի ունեցած գործողություններում ինչ էին անում տասնյակներով ռուսական տուրիստները Ջերմուկում։ Ու դրանից հետո ինչ էին անում իրանք Ջերմուկում։ Ինչ էին բարձրակ շենքերի վերևի հարկերում մնում։ Ինչ էին դուրս գալի պատերազմող երկրի առաջնագծից ասենք 2-3 կիլոմետրի մեջ բանով հեռադիտակներով ման գալի, որ տուրիստ են իրանք։ Ուր կորան ավելի քան 444-ի ժամանակ ձերբակալված ապացուցված ադրբեջանցի գործակալները։ Ինչ եղան այդ մարդիկ, ուր են։ Լուրջ թեմաներ կան։ Կան շատ թեմաներ։ Ու այդ թեմաների պատճառով է, որ ես ասում եմ, որ ավելի հեշտ է ինչ որ մի պահ յուրաքանչյուր ընտանիքում այդ հարցը լուծել շատ պարզ։ Այսինքն յուրաքանչյուր մարդ իր համար պետք է լուծի այդ հարցը։ Յուրաքանչյուր մարդ, բայց այդտեղ գիտեք ոնց չէ ընտանիքում է, որովհետև ստա բանը ռուսական մուլտֆիլմ երեխային չի կարելի ցույց տալ։ Լավ։ Չէ, ախր դուք հասկացեք, որ եթե ցույց ես տալի, այդ լեզուն իր համար դառնում է ընդունելի եւ դրանից հետո, քանի որ իրանց բանը ռոպագանդան աշխատում է հզոր կերպով, երեխան, որ հետո գնում է դպրոց 7 տարեկանը, ինքը չգիտի ինչա, ինքը էշեշ լսում է հետո ռուսական ալիքները ու ասում է ուկրաֆաշիստ։ Ու դու չես կարող էլ իրան պատժես, որտեվ մեղավորը իրա ծնողն է, որտեվ իրա ծնողը թողել է, որ ինքը մաշինի միդվեց նայի կամ ֆիքսիկ նայի։ Դուք ամեն անգամ ինձ փորձում եք մեղադրել ինչ-որ բան, խորն է դա, դու հիմա դնում ես քո երկրի անվտանգության 20 տարի հետո քո երկրի անվտանգության հիմա արգելելով ռուսերենը, դու ապահովում ես, որ 20 տարի հետո քո զինվորը դիրքից չի փախնի, որովհետև Վարգոնզոյի ոտը կդրած մի հատ սև սատանա կգա կասի ինչ-որ մի բան։ Դու հենց հիմա ապահովում ես, որ երբեք Հայաստանի ոչ մի ղեկավար, այլևս մայիսի 9-ին չի գնա նշի այն տոնը ճակերտներով սատանայական տոնը, որ Հայաստանը եւ Եղեռնից փրկված հայերը ստիպված էին մարդկության դեմ հանցագործություններ գործել Լեհաստանում։
որը Հիտլերի հետ համատեղ Ստալինը վերցրեց, գրավեց եւ գնդակահարեց լեհերին, ովքեր փախնում էին այս կողմ իրանց իմանալով Հիտլերից, ավելի վատ տեղ էին հայտնվում։ Ես կրկնում եմ, որ չկա այդտեղ բան նշելու, պատերազմը սկսել է 39 սեպտեմբերին, ավարտվել է 45 սեպտեմբերին, մայիսի 9-ին ոչ մի բանի մասին է։ Գերմանական գարնիզոնը Բերլինի կապիտուլացվել է մայիսի 7-ին, մայիսի 8-ին ամբողջ աշխարհը արդեն խաղաղության տոներ նշում։ Մայիսի 9-ը ոչ մի բանի մասին է։ Գոյություն չունի այտենց տոն, ոչ մի տեղ բացի այդ սատանայական երկրից։ Ախր դա հրեշ է, ոնց չեք հասկանում։ Պարոն Սարգսյան, երկու հարց եւս ունեմ ցավոք։ Կներեք։ Դե ձեզ զայրացնում եմ, դուք Չէ, նորմալ է ասենք, դուք չեք զայրացնում։ Իրավիճակն է բան ասում, ամեն անգամ ասում են, հա, ոնց որ բանը լինի, ինչ էր դրա, հիշում եք PCI-T 386, այն որ դիսկետի վրա էր ամեն ինչ։ Դիսկետը հանում դնում ես նորացվում ասա։ Երեք բացատրել ես, հետդ համաձայնվել է, քեզանից ավելի ծանր քֆուր է տվել ռուսներին, մյուս օր առավոտը տեսնում ես, ասում տեսեցինք ռուսական դոկտորական կալբաս եմ ճարել, ինչ լավն է, չէ։ Ասում այ տղա ջան, երեք քեզ բացատրել, որ սրա 5%-ն է բնական ծագում ունեցող սպիտակոց, մնացածը չգիտենք ինչ է։ Երեք ասում էիր, հա, հիմա քեզ սարը համով է։ Ոնց չասես, ապուշ ոչես սրա։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական կայքում այսպիսի մի ձևակերպումի հանդիպեցի, հետաքրքիր է։ Եվրոֆաշիզմը գրված է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական կայքեջում։ Եվրոֆաշիզմը, ինչպես եւ 80 տարի առաջ, Մոսկվայի եւ Վաշինգտոնի ընդհանուր թշնամին է։ Եկեք այս մեջբերումով սկսեմ բացեմ հարցը։ Միացյալ Նահանգներ ինչ է փորձում անել Ռուսաստանը, Ռուսաստան Միացյալ Նահանգներ փոխհարաբերություններ, Միացյալ Նահանգներ Եվրոպա, Ռուսաստան Եվրոպա, ԱՄՆ մի խոսքով, եւ այստեղ շատ կարեւոր է ներողություն Չինաստան եւ անպայման Եվրոպա Չինաստան։ Ռուսաստանը ինչա փորձում անի, ոնց ասեմ, ամպոչ գտալա, այդ ինչա կոչվում։ Պարզա ինքը ինչա փորձում անի։ Ասում եմ Միացյալ Նահանգներ մենք ունենք ընդհանուր թշնամի։ Դա նորմալ է, դա Տրամպը հայտարարել է, որ Եվրոպական միությունը ստեղծվել է, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները սկրու ապանի։ Այսինքն, բան, խափելու, շոսանց, վատ բառ է իրականում, վատ է թարգմանում բոլոր մնացած լեզուներում, անգլերեն մուգ է։ Դա նորմալ է, որ Տրամպը զզվում է Եվրոպական միությունից, որտեղ Եվրոպական միությունը նախ բնակչությունով, այդ էլ Բրիտանիան չհաշված, մոտ 150 միլիոնով ավել է ԱՄՆ-ից, երկրորդը մենակ ներքին պոտենցիալով, ինքը շուկայի առումով Ամերիկայից հզոր է, բավականին լուրջ հետազոտություն կարես վերջերս, դե պարզ է, միանգամից բոլորը սկսեցին բան անել, հետազոտել թե ինչ սպառնալիքներ կան եւ ինչ զարգացման հնարավորություն, Եվրամիության ներուժը մինչ այս պահը, դե պետք է հասկանալ, որ ինքը ուշ է ստեղծվել, 99-ին է ստեղծվել, մինչ այս պահը բացված է 30-ից ոչ ավել տոկոսով տարբեր ոլորտներ կան, որ 10-15%-ով այդ ներուժ է բացված։ Այսինքն այնտեղ, ասենք 85-90%-ը դեռ կա, որ պետք է բացվի։ Եվ նույնիսկ միայն այնինչ հասանելի է, որ 2 տարվա ընթացքում կլինի, զուտ փաստաթղթաշրջանառության առումով թե մարդիկ պատրաստն են։ Դա կարող է ամբողջությամբ ավելացնել Եվրամիության բյուջեն, այլ որ ոչ մի բան չանեն, բանը մոտավորապես 1.2-1.3 տրիլիոն եվրոյով։ Խոսքը գնում է հիմնականում երկրների միջև գոյություն ունեցող ներքին օրենսդրական սահմանափակումների կամ ձևակերպումների պակասեցման մասին։ Օրինակ, Լեհաստանում նոտարը չի կարող աշխատել Պորտուգալիայում կամ ինչ ավելի բան, ասենք, չգիտեմ, հաստոցաշինական գործարանը, որը իսպանական ստանդարտներով արտադրում եւ բանը անում, ասենք ինքը կարող է ինչ-որ խնդիր լինի եւ ապրանքը օրինակ Նորվեգիա չկարողանա գնա, որտեղ Նորվեգիայում կա կանոն, որ բանը պետք է գրված լինի նորվեգերեն։ Բանը օրինակ։ Այս տիպի սահմանափակումներ։
սպառողական ապրանքներին դա շատ է վերաբերվում, սննդամթերքին եւ այլն եւ այլն, հա, օրինակ այդ թե բանի բովանդակություն, ճարպերի բաների բովանդակությունը մարկերովկաներ կան, ֆրանսիականը մի ձև է, գերմանականը մի ձև է, այս ամբողջ օրենսդրականը մի հատ է։ Մեկ փաթեթով օրենսդրական որ անում ես, ԵՄ-ի բան բարձրանում է 1.4 տրիլիոն։ Ամերիկան սա իհարկե գիտի։ Ինքը առանց այդ պարտվում է հիմա Եվրամիության, որտեվ Եվրամիությունը դուք որ ասում պետք է հասկանալ Եվրոպա, հա, ինքը Եվրամիություն պլյուս Մեծ Բրիտանիա պլյուս Շվեյցարիա։ Այսինքն դու ֆինանսական այդ հզորությունը Բրիտանիայի Շվեյցարիայի ունես։ Չնայած իրանք շատ բան արեցին նախորդ Տրամփի ժամանակ, որպեսզի Բրիտանիային փոկեն։ Հիշեք, որ Տրամփը շատ ակտիվորեն աշխատում էր 7 Brexit-ի։ Իրան այն ժամանակվանից պետք էր Եվրամիության ոչնչացում։ Այն ժամանակ ուղղակի Բորիս Ջոնսոնը տենց բոջոն այսպես ասած։ Ուղղակի հիմա իրանք ռաստ եկան։ Հիմա ինքը պատրաստվում է Բրիտանիայից փոկել Կանադան։ Նոր են բրիտանացիք հասկանում, որ այնտեղ իրանք կուտը կերան այն վերնախավերի, այն էլիտաների, որոնք ուզում էին թուլացնել, բայց իրանք հիմա հասկանում են, որ Բրիտանիան չեն կարող կուլ տալ, Կանադան են ուզում փոկել։ Հայտնի է ինչ կուտեն, ոնց կլինի եւ այլն կանադացիք ամեն կերպ դա բացատրում են, որ հերո խաղացեք մեզանից, մի օր կճղայնանանք բան կանենք, բայց ամեն դեպքում։ Հիմա տեսեք, բացի այս Եվրոպայից սրան միանում է նաեւ Կանադան։ Եվ սա տնտեսապես Ամերիկայից մոտավորապես 40%-ով ուժեղ է։ Բացի դրանից, Եվրամիությունը ունի ստորագրած կամ ստորագրվող քննարկվող պայմանագրեր տարբեր բաների հետ։ Ամենապայծառը, որը մեզ ամենաշատ է հետաքրքրում եւ վերաբերում դա Հնդկաստանն է։ Հնդկաստանը 1.4 տրիլիոնանոց, 1.4 միլիարդանոց երկիր է, շատ մեծ ներուժով, դեռևս չաշխատացրած, շատ մեծ աշխատանքային շուկայով, որտեղ դու կարող ես տարբեր գործարաններ գնալ, ամեն ինչ բարդաբան, բայց ավելի բարդ չի քան Չինաստանն ու Տանաստանականները։ Սա նույն բանն է։ Բայց կա մի հատ մեծ առավելություն։ Հնդկաստանում անգլերենը պետական լեզու է։ Ի տարբերություն Չինաստանի։ Այսինքն այս խնդիրները այստեղ ավելի հեշտ է լուծվում։ Բացի դրանից գոյություն ունի բան, մեր անունը մոռացել եմ, դա Բրազիլիայի, Արգենտինա, Ուրուգվայ, Պարագվայ, այդ ոնց որ Ատլանտյան մասի, Հարավային Ամերիկայի Ատլանտյան մասի տնտեսական համագործակցության կազմակերպությունն է, որը եւս մոտավորապես 260 միլիոնի մասն է խոսք գնում բնակչության այնտեղ գումարային, որը հիմա Եվրամիության հետ պատրաստ է ստորագրել։ Կանադայի հետ կա առանձին, ոնց որ մենք SEPA ունենք, մի հատ այդպես Կանադայի հետ ունեն։ Բացի դրանից գոյություն ունի Կենիան եւ Աֆրիկան այդ կենտրոնական Աֆրիկան երկրներն նախկինում բան, որոնք էլ են պատրաստում։ Բավականին մեծ բնակչություն են, շատ զարգացած են եւ իրանք Աֆրիկայի արևելյան մասի կենտրոնական ոնց որ կենտրոնական ֆինանսական այդ բանն են, էլի, ուժն են, որտեղ այնտեղ արդեն մի քիչ վատավիճակ։ Այս ամբողջ պոտենցիալը, որ գումարում ես իրար, նույնիսկ Չինաստանի հետ եթե չստացվի այն ինչ Եվրամիությունը հիմա պլանավորում է, ինչ որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնացել է Բրյուսել, նույնիսկ այդ պարագայում եթե Չինաստանի չստացվի համագործակցել ամբողջությամբ, Ամերիկան բավականին ծանր վիճակում է հայտնվում, եթե ուզում է մեկը մեկի սպարինգ անի Եվրամիության հետ։ Ուղղակի չի դիմանա, որտեղ Ամերիկան ամբողջ աշխարհի վրա տարիֆ մտցնելուց բացի այն գործընկերը, որ իրան կարա ապահովի Եվրամիության հետ հարաբերություններում առավելություն, դա Չինաստանն է։ Այսինքն Չինաստանի վրա 245% բանամացրել։ Բացի դրանից որ մցրել է, նաև փոխնախագահան, որը որ ես ուղղակի ձեռնպահ կմնամ իրան ինչ-որ ձևակերպում տալու, հարցազրույցներից մեկում անվանեց չինացիքին, հայերեն ես չգիտեմ, ռուսերեն դա կոչվում է սմերդ։ Հայերեն ոնց է դա։ Բան, գեղ ամենացածր որակի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող։ Գեղչուկել չի դա, ավելի Գեղչուկ չի, սմերդ է հենց, այն որ այդ գոմում ապրող գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող վարձ ու բանվոր են որ բան է, փող չես տալի։
Այն ասում ես դե ինչ որ հավաքես, դրանից մի բուրը կուտես։ Այսօր ինչ ես հավաքում, այսօր կովիկ բան ես մակում, գոմ ես մակրում, ինչ գտնես պոլից կուտես։ Ինչ որ կովը չի կերեցորեն, հացա բանա ինչ որ։ Այս տիպի ինքը այսենց իրանց անվանեց։ Դուք հասկանում եք, դու փոխնախագահ ես։ Ես ապշած եմ ուղակի։ Ես չգիտեմ դա ինչ է։ Ես չեմ պատկերացնում ոնց կարա ուղակի մարդով քաղաքականության մեջ է իրան տենց պահի։ Երկրի փոխնախագահ։ Հանրավ ես մեկ-մեկ Նիկոլին ասում եմ հեծանվորդ, բայց իմ երկրի վարչապետն է ինչ կուզեմ կասեմ։ Դա Չինաստանի հետ, բայց տեսեք Չինաստան չի արդեն բանակցությունների, գուցե հատ-հատ տեսեք հատ-հատ բոլորը բանակցի, ամեն ինչ շատ շաքար ակլորով։ Ոչ։ Իտալիան չի բանակցում։ Իտալիան էլ իր ուլտիմատումներն ա բերել։ Իտալիան խնդիր ունի իրականում, որովհետև ամերիկյան նավատորմը ապահովում է Իտալիայի հարավում բավականին մեծ հնա։ Ուղղակի իրանք ինչ-որ բաներ են առնում, դա այս կողմում, բայց նենց չի էլի, որ դուք կարող եք բարձր։ Իտալիան է, ի վերջո Իտալիան այո կփորձի պայմանավորվի, այո կփորձի ինչ-որ բան, բայց դուք չեք կարող Մելոնիին ստիպել, որ ինքը հրաժարվի Ուկրաինայից ի օգուտ Պուտինի։ Դա բացառվում է։ Այդ այն պայմանն է, որը դու չես կարող խախտել։ Պարոն Սարգսյան, ինչու այս հարցը ես բարձրացրեցի։ Իտալացիք լավ ժեստ էր, իրենք սենց կարան հարցը։ Իրականում հարցս, քանի որ արդեն երկարել է հարցազրույցը, բայց բոլոր դեպքերում այս հարցը կարևոր է, Եվրոպա-Չինաստան, այո, դուք նշում եք, որ հիմա փորձում են բանակցել եւ ընդ որում ոչ միայն Եվրոպան է ձգտում, այլ Չինաստանից էլ ստացվեց ազդակ, որ նրանք էլ են փորձում գտնել ընդհանուր եզրեր, որտեղ ոչ թե հակառակ Միացյալ Նահանգների, բայց ունենալու Միացյալ Նահանգներ, որտեղ այնտեղ ասենք կա չգիտեմ։ Այո։ Թրամպիստներ։ Բարի, այս պարագայում ինձ հետաքրքիր էր, որ սա մենք փաստորեն մեկ անգամ եւս նշեցինք, որ այո, այդպես է, Հարավային Կովկասը եկեք էլ դիտարկենք։ Այստեղ Հարավային Կովկասը հետաքրքրություն ներկայացնում է Եվրոպա-Չինաստան փոխհարաբերությունների մեջ։ Իրեք շատ հետաքրքիր հարց եք տալիս, Հարավային Կովկասը իրականում դա բան, ինչքան էլ որ դա տանի։ Դա Վրաստանն ու Ադրբեջանն է։ Մենք արդեն Հարավային Կովկաս չենք։ Մենք ասենք, չգիտեմ, կարող եք դիտարկել հարավ-արևելյան Եվրոպա։ Կարող դիտարկել։ Եթե այդպես եք դիտարկում, ես հասկանում եմ, որպեսզի չերկարացնեմ, այդ դեպքում եթե Եվրոպայի սահման է, նորից Եվրոպա-Չինաստան եւ այդ դեպքում Հայաստան եւ իր ամբողջ այդ ինֆրակառույցները, որոնք դեռ չկան։ Ցավոք սրտի։ Բայց կարող են լինել։ Այո, դուք շատ առաջ եք գնում։ Այս պահին, քանի որ գոյություն ունի անկայունություն Վրաստանում 1, Ադրբեջանում 2, Հայաստանում 3, քանի որ Նիկոլը չի կոնկրետանում, ինքը գնում է Մորդոր, թե ինքը մնում է սպիտակ ուժերի մոտ։ Քանի որ Թուրքիան ընտրել է ավտորիտարիզմի ճանապարհը, մինչև որ տեսնեն այս ընտրությունները ինչա լինում։ Քանի որ Սիրիայում չեն կարողանում Թուրքիան եւ Իսրայելը պայմանավորվեն։ Քանի դեռ, այստեղ արդեն քանի դեռ բանակցությունները գնում են Ամերիկայի եւ Իրանի միջև, որոնք վերաբերվում են նրան, որ Ամերիկան չի ուզում վերջնականապես տրակացնի տարածաշրջանը, բայց արդեն մեծ մերձավոր արևելքի մասն է խոսքը, չի ուզում պատերազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, մինչև հութիները չեն հավարտվել, հա, իսկ իրանք տեսնում են, որ հութիները չեն հավարտվել, ու ես իրանց ասեմ, որ վստահ եմ, որ այն նախորդ ադմինիստրացիայի ժամանակ բոլորը գիտեին, որ բավականին երկար ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում էր Սաուդյան Արաբիային եւ Եմենին եւ Միացյալ Արաբական Էմիրություններին, որպեսզի այս նույն հութիներին 4-5 տարին դե պատերազմ էր գնում։ Եվ հիմա, որ այս նույն Եմենը եկել ասում է ինձ փող տուր, ես այդ հութիների հարցը լուծեմ, իրանք այդ ճանապարհով արդեն Սաուդյան Արաբիայից մի 50 միլիարդ փող են կերել։ Այսինքն դա չի աշխատելու։ Եվ իրականում Ամերիկայի Միացյալ Նահանգները միայնակ են, իսկ միայնակ դու մերձավոր արևելքում կարաս տանես 0.1/17 պատերազմ, եթե դրսից ես։ Իսրայել։ Իսրայելը դարդ է։ Իսրայելը բեռ է։ Իսրայելը տխրություն է Ամերիկայի համար։
որովհետև դու Իսրայելը պետք է պաշտպանես, Իսրայելը ինքը Իրանով ունակ չի պաշտպանվել։ Իսրայելը ինքը Իրանով իրան խմելու ջուր չի կարող ապահովել։ Այդ ուրիշ բան չեմ ասում։ Հետ են գալիս Եվրոպա-Չինաստան այս փոխհարաբերությունների մեջ Եվրոպա-Չինաստան Հայաստանը եթե շատ ոչ Հարավային Կովկասը բացատրեմ։ Հարավային Կովկասում Հայաստանը շատ կարևոր դերատանություն ինչով ինքը հիմա հնարավորություն ունի եւ այդ հնարավորությունը պատմականորեն վաստակել է։ Իրավունքի ուժով մենք այդ իրավունքը ունենք եվրոպական հանդիսանում ենք եվրոպական քաղաքակրթության մաս։ Մենք Եվրոպայի ներկայացուցիչն ենք։ Նիկոլը չի ուզում լինի Եվրոպայի բաստիոն։ Ինքը ուզում է լինի խաշմերուկ։ Չգիտեմ ինչից է, բայց իրականում դու ուզած չուզած այդ գեյթն ես։ Իրեւ Արարատ Միրզոյանը այդ իմաստով տարբերակ օգտագործեց Global Gate։ Այսինքն մեծ դարպաս։ Շատ դուրս եկավ, նշանակում ես նայում։ Մեզ հետևում են։ Դու այդ գեյթն ես, դու այդ դարպասն ես։ Եվրոպական քաղաքակրթության եւ հնդիրանական քաղաքակրթությունների դարպասն ես ընդ որում շատ կոմֆորտ երկու կողմի համար։ Ու քեզ համար էլ է դա կոմֆորտ։ Թուրքական աշխարհի համար դու դիսկոմֆորտ ես, իրանք էլ քեզ համար են դիսկոմֆորտ, բայց հնդիրանական աշխարհի համար դու շատ արաբներին էլ կարակ բերեք, կրդերին էլ, բայց դիսկոմֆորտ չես ապրում։ Էսա քո գործոնը։ Չինաստանը որպես ամենամետաքսե ճանապարհի ամենահեռավոր կետ եւ ամենամեծ մարժայով շահույթաբերությամբ ամենամեծ շահութաբերության ապրանքների այն հələ միջնադարի, հա, ինքը հետաքրքիր գործընկեր է։ Մենք այն լավ տեղում ենք գտնվում, որ վտանգները Չինաստանի մեզ վրա տենց մեծ չեն ազդում, այսինքն այն ամբողջ վտանգավոր։ Եթե իհարկե անորոշ գոլուխ չգնան Չինաստանից սկսեն պարտք վերցնել, որտեղ որ պարտք վերցրեցիր, հետո տերը։ Չինաստանը տենց հեշտ պարտք տվող չի։ Հա, ամեն դեպքում։ Այդ բանն է, մե հետաքրքիր է, բայց այն ինչ որ կոչվում է միջին միջանցք, եւ այն ինչի մասին խոսում են տարբեր խոսացող գլուխներ, որ ուզում են այդ միջին միջանցքը դիտարկեն որպես խաղաղության խաշմերուկի մաս, դա տենց չի աշխատում, դա այդպես չի լինելու, որովհետև բազմիցս ասել են, որ Չինաստանից դեպի Պոլս այդ ճանապարհը, որը Ղազախստան-Բաքու Կասպից ծովով պետք է անցնի, նախ Կասպից ծովի բնապահպանական աղետը, որ 50 սանտիմետրով ջուր իջել է եւ շարունակում է նվազել, դա բոլոր նավահանգիստները Կասպից ծովի ափերով սարքում է պրոբլեմատիկ, այսինքն մեծ ներդրում պետք է լինի, ոչ մեկ չի անում, բացի դրանից գոյություն ունի գործող երկաթգիծ, որը Ղազախստան, Թուրքմենստան, Իրան, եւ դրան համարժեք կարելի է եւս մեկ ավելացնել Ուզբեկստանը, որպեսզի Ուզբեկստանը դուրս չմնա այդ գործընթացից, ինքը ամենախոշորն է, Իրանով գա եւ անհրաժեշտության դեպքում թե կամ Թուրքիայով դուրս գա, կամ դուրս գա էլի Հայաստանով գնա բան, հա, իմաստ չունի ուղղակի այս ճանապարհը։ Հասկանում եք։ Իմաստ չունի այս ճանապարհը։ Հայաստանը միշտ եղել է մետաքսե ճանապարհին, որովհետեւ Արևմտյան Հայաստանը, այն Հայաստանը, որը որ Նիկոլ Ատելով ատում է։ Մենք այդ դրա հաշվին ենք եղել արանքում։ Բացի դրանից, այն տարածաշրջանում, երբ դա եղել է ակտուալ, գոյություն ուներ բանում, Կաֆայում, Ֆեոդոսիա, նույն բանն։ Կաֆայում հայկական մեծ համայնք եւ այդ Ղրիմում։ Եվ այդ Ղրիմը հանդիսանում էր առևտրային ամենախոշոր կետերից մեկը։ Դրա համար որ գալիս էին, ասենք, Պարսկաստանից, վերևից չինական ապրանքները որ գալիս էին, իրանք Հայաստանով դուրս էին գալի, գնում էին Ղրիմ, հայերն էին տիրություն անում։ Դուրս էին գալի Աբխազիայով, բանով դուրս էին գալի Ղրիմում, Ղրիմից տանում էին Եվրոպա։ Այդ հայտնի ճանապարհ էր, մետաքսե ճանապարհի կամ ինչ որ մեծ խոշոր ճանապարհների մի ոնց որ բրենչներ, մի ճյուղը։ Բայց հիմա Չինաստանից դեպի Եվրոպա իմաստ չունի։ Հայաստանը կապ չունի, Հարավային Կովկասն կապ չունի։ Հայաստանը եւ Հարավային Կովկասը, Վրաստանը իմաստ ունեն միայն այն պարագայում, երբ դու դիտարկում ես, չգիտեմ, Դաբլինից մինչեւ ուր Շրի Լանկա։ Այ այդ ճանապարհը, այս իմաստ ունի, սենց իմաստ չունի, սարի 7 հատ սար կտրել կլինի։ Պատկերացրեք Չինաստանի ապրանք օրինակ, ես բաժակի համարժեքը Չինաստանում 1000 հատը $1 չի։ Դու պատկերացնում եք 7 սար բարձրանա գնացքը, 2 ծով փոխի, 3 լաստանավ փոխի, այդ $1 հասցնելու համար ձեռ եք առնում։
Ինքը 4 օր ուշ կհասցնի, կտանի Ռոտերդամում կիճացնի իր 10 ցենտով։ Խի պետք է դու սա սարքես $5, ինչա թե Նիկոլին խաշմերոկն ա դու գալ։ Հասկանում եք, որ դա անհույս է։ Հա ուրիշ հարց է, կենտրոնական Ասիայից ինչ-որ ապրանքներ պետք է գնան Եվրոպա, բայց պետք է գնան Եվրոպա չի աշխատում, որովհետև իրանք պետք է մշակվեն Հայաստանում, ոչ թե գնան Եվրոպա։ Էս է հետաքրքիր։ Այդ պարագայում ես պատրաստ եմ դիտարկել խաշմերուկի են թևը, որ մենք Հայաստանից բան ենք անում, որ երկաթգիծը մի մասը աշխատում է եվրոպական ստանդարտով, մյուս մասը նման ռուսական։ Այդ ժամանակ ես համաձայն եմ, որ ես, չգիտեմ, Ղազախստանից, Ուզբեկստանից, բանից ապրանքներ բերեմ սովետական մոդելի գծով, բերեմ ստեղ, վերամշակեմ, ու արդեն հասկանամ ուր եմ ուղարկում, սա Չինաստան, սա Հնդկաստան, սա Եվրոպա, այդ նորմալ է, բայց դա կներեք, դա խաշմերուկ չի, դա ամբողջությամբ հաբ է, այդ իրական հայոց պետականությունն է, ոչ թե իրական Հայաստանը, որը Նիկոլն է կառուցում, այլ իրական հայոց պետականությունը։ Այդ ժամանակ ես կունենամ բավականաչափ միջոց, որ ունենամ հավելյալ 2 տանկային կորպուս ու 75 կործանիչ, ու հենց այդ ժամանակ էլ ես կարողանամ Ադրբեջանին ասեմ, կամ այս թուղթը ստորագրում ես, կամ այս թղթի վրա քո ստորագրության փոխարեն կլինի քո գլխուղեղի մնացորդները։ Ու ինքը խելոք, գլուխը կախ կստորագրի։ Հակառակ դեպքում ոչ բան չի լինի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, չվախեք։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ եւ ինչպես միշտ ուրբաթ օրերին մենք ամփոփում ենք շաբաթը զրուցվար մեր Գայան Արաքելյանը, բարին ընձեզ։